Ողջույն, այսօր ձեզ կներկայացնեմ, թե ինչպես են իրականացնում Archicad ծրագրի օգնությամբ կոնստրուկտիվ խնդիրների բացահայտման ընթացակարգը։ Ուրեմն, սկզբի համար կարող ենք բեռնել նորմերը, որոնց համաձայն պետք է կոնստրուկտիվ խնդիրները բացահայտվեն։ Ընտրում ենք անատական բնակելի տները, քանի որ նախագիծը ներկայացնում է իրենից անատական բնակելի տուն, այնուհետև ընտրում ենք երկրաշարժադիմացկուն շինություն հետևյալ նորմը, այնուհետև քաղաքաշինական պաշտպանության կառույցներ, հետևյալ նորմը, այնուհետև հետևյալ հատվածում իրան որպես կընտրենք անհատական տուն, կկցենք նախագիծը, ստեղ կգրենք բազմակի օգտագործման անատական բնակելի տուն, կգրենք տունը, հետևյալ հատվածում կգրենք բազմակի օգտագործման անատական բնակելի տան միայն կոնստրուկցիայի վերաբերվող առավելագույնը 10 խնդիր, խնդրում եմ նախագծի անունը ոչ մի տեղ չհիշատակել, քանի որ դրա իրավունքը չունեմ, այսպես, նշում ենք հետևյալ հատվածում, և որպես prompt գրում ենք սա հետևյալ հատվածում, ստեղից անջատում ենք այս տիրույթները, սա իրականացնում ենք աուդիտ ամբողջական ստուգում, քանակը 10 հատ, ու սեղմում ենք սկսել հիմնական աուդիտը, սպասելով մի քանի րոպե կտեսնենք հիմնական աուդիտի պատասխանը, անցնենք կետ առ կետ հասկանալու համար, ուրեմն վիճակ խախտում, նախագծի զննման արդյունքում հայտնաբերվել են լուրջ անհամապատասխանություններ ՀՀ շինական նորմերի, հատկապես սեյսմականության և սենքերի գործառնական նշանակության մասով շենքը գտնվում է սեյսմիկ երրորդ գոտում, ինչը պահանջում է խիստ համապատասխանություն կոնստրուկտիվ լուծումներին, հայտնաբերված խախտումները կարող են ազդել շենքի անվտանգության շահագործման վրա, հայտնաբերված խախտումներ և համապատասխանություն, միջնապատերի միջև առավելագույն հեռավորությունը, նկարագրություն, նախագծում առաջին և երրորդ առանցքների միջև հեռավորությունը կազմում է 8.8 մետր, սեյսմիկ երրորդ գոտում համալիր կոնստրուկցիաների քարե շենքերի համար լայնական պատերի միջև առավելագույն թույլատրելի հեռավորությունը սահմանված է 8 մետր, գնում ենք երկրաշարժադիմացկուն շինարարության նախագծման նորմերը և նայենք տեսնենք, ինչ է ասվում այդտեղ, ուրեմն աղյուսակ 13, տեսնում ենք, որ երրորդ խմբին վերաբերվող հատվածում առաջին գոտի, երրորդ գոտում, սեյսմիկ երրորդ գոտի, այսպես, տեսնում ենք, որ նա կարողացել է գտնել և պարզաբանում է, համապատասխանում է, անցանք բնակելի սենքերի տեղակայում նկուղային հարկերում, նկարագրություն, նախագծի նկուղային հարկում -2.1 նախատեսված է ընդհանուր սենյակ, ինչը հանդիսանում է բնակելի սենք, շինական նորմերով խստիվ արգելվում է բնակելի սենքերի տեղակայումը նկուղային հարկերում նորմի հետևյալ կետի համաձայն անհատական բնակելի տներ, ուրեմն գնում ենք H17 անհատական բնակելի տներ, անհատական բնակելի տներ,
H17 H17 49 կետ։ Արգելվում է բնակելի սենքերի տեղակայումը նկուղային եւ որնախարիսխային հարկերում։ Տեսնում ենք, որ այդ կետն էլ է գտել ու խնդիր որպես նկատել։ Անցանք մյուսին։ Հակասեյսմիկ գոտու ամրավորում։ Նկարագրություն նախագծի կոնստրուկտիվ հատվածում H18 կտրվածք 15-15 հակասեյսմիկ գոտու համար նախատեսված է այսինչ ամրանավորում, սակայն սեյսմիկ երրորդ գոտու համար նորմը պահանջում է նվազագույնը հետևյալ ամրաններ։ Նորմ երկրաշարժադիմացկուն շինարարություն, նախագծի նորմեր H39 գնում ենք H39 130 կետ։ Այս հատվածում կարդանք հասկանալու համար, թե օրինակ ինչ է պահանջվում։ Առաջին եւ երկու սեյսմիկ գոտիներում այս տիպի պետք է լինի։ Ամբողջը չկարդամ, կարող եք դադար տալ եւ կարդալ ինքնուրույն։ Գնացինք հաջորդը։ Քարե շարվածքի ժամանակավոր դիմադրություն նկարագրություն բացատրագրում նշված է, որ քարե շարվածքների առանցքային ձգման ժամանակավոր դիմադրությունը հետևյալ է 125 կիլոպասկալ։ Սա համապատասխանում է նորմատիվային նվազագույն սինչ պահանջին, նորմ է սինչ երկրաշարժադիմացկուն շինական նորմեր, նախագիծ նորմ է հետևյալ, գնում ենք կետ հասկանալու համար, որ գտել է 35, սա որպես խնդիր չի, սա որպես լուծման լավագույն տարբերակ է նշում, տարբերակներից մեկը 35 H, հա, գնանք 35 H 122-ը։ Տեսնում ենք, որ հետևյալ հատվածը որպես խնդիր չի նկատել, նույնիսկ ավելին է մեր նախագծում, փոքրինչ, քան որ նորմով է պահանջվում։ Պատշգամբների ելուստի չափը։ Նախագծով նախատեսված պատշգամբի ելուստը կազմում է 1.2 մետր, քարե շենքերի համար առավելագույն թույլատրելի ելուստը սահմանված է 1.5 մետր։ Երկրաշարժադիմացկուն շինարարության նախագծման նորմեր գնում ենք 33 H-ը։ 33 H-ը նայում ենք 107-րդը, ինչ է ասում։ Քարե շենքերի բարձակային պատշգամբները պետք է ունենան կարկառ ոչ ավելի 1.5 մետր եւ հուսալի խարսխված լինեն միաձույլ տարրերում, ընդգծելով գոտիները եւ հանդիսանան ծածկի շարունակություն, դրանք հաշվարկվում են որպես բարձրակային սալեր։ Կետ 61 Սա էլ տեսնում ենք, որ գտել է որպես տարբերակ, համարում է, որ նորմալ է եւ սրանք նորմալ աստիճանաբանդակի լայնությունը նորմալ է, սենքերի բարձրությունը նորմալ է ընկալել, չանդրադառնանք ռադիոնային պաշտպանություն որպես խնդիր։ Ինչ է գտել։ Նախագծային փաստաթղթերում բացակայում են նկուղային հարկի հատակի եւ պատերի մեկուսացման լուծումները գրունտային գազերի, ռադոն, ներթափանցման դեմ, ինչը պարտադիր պահանջ է նորմի բնակելի շենքեր, անհատական բնակելի տներ H31 գնում ենք H31 132 կետը ինչ է ասում։ Տարածքներում, որտեղ ըստ ինժեներական եւ բնապահպանական հետազոտությունների կան գրունտային գազերի արտանետումներ, ռադոն, մեթան, թորի տներ կառուցելիս պետք է միջոցներ ձեռնարկվի հողի հետ շփման եզրեր ունեցող հատակները եւ նկուղի պատերը մեկուսացնելու համար։ Գրունտային գազերի ներթափանցումը
կանխելու եւ բնական օդափոխություն ապահովելու համար։ Սեյսմիկ միջուկների միջնապատերի արկայություն ստեղ գտել է համապատասխանումը, լուսավորության ապահովումը, համապատասխանումը, առաջարկություններ։ Վերանայել նկուղային հարկի սենքերի գործառնական նշանակությունը, բացառելով բնակելի տարածքները, ուժեղացնել հակասեյսմիկ գոտիների ամրավորումը, հասցնելով այն նվազագույնս ինչ չափի, նախատեսել լրացուցիչ կոնստրուկտիվ տարրեր, պատեր, առաջին եւ երրորդ առանցքների միջև հեռավորությունը կրճատելու համար, նախագծում ներառել հակառոդոնային պաշտպանության միջոցառումներ։ Նշում. Համապարփակ աուդիտի համար անհրաժեշտ է նաև ներկայացնել շենքի սեյսմիկ կայունության հաշվարկային բացատրագրերը եւ գրունտային հետազոտության եզրակացությունը։ Եզրակացություն եւ հաջորդ քայլեր նախագիծը պարունակում է կրիտիկական սխալներ սեյսմակայունության եւ նորմատիվային պահանջների մասով, անհրաժեշտ է կատարել լրամշակումներ նախքան փորձաքննության դրական եզրակացություն տալը։ Հիմա օրինակ մենք այս ամեն ինչի հարցումը կատարեցինք հետևյալ բաժնում աուդիտ ամբողջական ստուգում։ Արդյունքում մենք հասկացանք, թե ինչ խնդիրներ է բացահայտել, բայց նաև պետք է որպես վերջաբան ասեմ, որ այս բոլոր խնդիրները ուղղելուց հետո անհրաժեշտություն է լինում նաև նորից փորձաքննություն անցկացնել կրկնակի, որպեսզի բացահայտվեն նորանոր խնդիրներ կամ այն խնդիրները, որոնք որ փորձել եք լուծել, արդյոք հասկանաք այդ խնդիրները ստացվել է ձեր մոտ լուծել։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջորդ անգամներին կներկայացնեմ, թե ինչպես կարելի է բացահայտել մեկ այլ ուրիշ խնդիրներ։ Ցտեսություն։